ինչ որ կետում այդ բըրնաութն է գալիս, որ աշխատող ասում է, հա, բայց եթե ես եմ աշխատում այսպես, իմ թիմակիցն էլ այնպես, ինչ ենք մենք հավասար պայմանների վրա։ Որակական հատկանիշը նույնպես վերածվում է թվի եւ դառնում է KPI ցուցիչի մի մաս։ Ենթադրում եմ, որ դա որոշ չափով նաև սթրեսային է լինելու թիմի համար։ Ինքը լավ վաճառում է, մնացածը իրենից վատ են վաճառում, բայց բոլորը ստանում են հավասար վարձատրություն, անարդարության զգացում է, պետք է լինի շահագրգռվածություն, ինչպես է HR-ի, այնպես էլ բաժնի ղեկավարի, որ մեր աշխատակիցները մեզ չլքեն։ Թիմդ կարող է այդ կրակը իր մեջ էլ վառվի ու քո հետևից գա կամ հակառակը։ Հավատացեք, եթե կազմակերպության ղեկավարը մտավ վաճառասրահ, տեսավ հատակին թուղթ է ընկած, ինքը բարձրացեց եւ գցեց աղբամանը, այլ ոչ թե կանչեց մակրուհուն, հաջորդ անգամ վաճառողը նույն բանը անելու է։ Ջոբեյում զանգում ասում են մակրուհու հայտարարություն դնենք, ասում են, գիտեք, դա ամենադժվար համալրվող հաստիքն է հիմա Հայաստանում։ Ողջույն եւ բարի գալուս Ջոբեյի YouTube-յան ալիք։ Դուք դիտում եք Jobcast-ը։ Այսօրվա իմ հյուրը Վարդուհի Հարությունյանն է։ Վարդուհի ջան, ողջույն եւ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ողջույն Լիլիթ ջան, շատ շնորհակալ եմ ինձ հրավիրելու համար, վստահ եմ շատ հետաքրքիր զրույց ենք ունենալու։ Իհարկե, այսօր խոսելու ենք մի փոքր ավելի սպეციფიկ թեմայի մասին, KPI եւ OKR համակարգերի մասին, որով ես տեղյակ եմ, որ հենց ձեր ընկերությունը զբաղվում է, բայց որpիսի մեր դիտողներին էլ ավելի հասկանալի լինի այս տերմինները, կխնդրեմ մի փոքր մանրամասնենք եւ ավելի խորանանք, թե ինչ է իրենից ավելի ընդլայնված ենթադրում։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ հարցի համար, շնորհակալ եմ, որ այս թեմային անդրադարձել եք, իսկապես ինքը շատ սպეციფიկ է եւ հասկացություններ են, որոնք շատերին ծանոթ չեն եւ բիզնեսի ղեկավարները նույնիսկ չեն տիրապետում, հա, հասկացություններին կամ տիրապետում են ինտուիտիվ մակարդակով։ Ինչ է իրենից ներկայացնում OKR համակարգը։ OKR-ը, այսպիսի ժողովրդական, հա, ասենց պարզ տերմիններով եթե փորձենք բացատրել, դա այն հասկացություններն են, այն չափանիշներն են, որով որոշվում է, թե ուր է գնում կազմակերպությունը։ Այսինքն ռազմավարություն մշակելիս սահմանվում է, թե ինչպիսի փոփոխություններ է ակնկալվում կազմակերպությունից։ Իսկ KPI համակարգերը օգնում են, դրանք ավելի ցուցիչներ են, որոնք առնչվում են բոլոր աշխատակիցներին, չափելի գործիքներ են էլի, OKR-ն էլ է չափելի, դրանք օգնում են, որպեսզի մենք հասնենք մեր ռազմավարական նպատակներին։ Այսինքն, եթե մենք ունենք ռազմավարական նպատակ, OKR համակարգի միջոցով մենք սահմանում ենք, թե որն է մեր ռազմավարական նպատակը եւ ամբողջ ռազմավարությունը մարդկային ռեսուրսների կառավարման տեսանկյունից գծում ենք այնպես, որպեսզի սահմանված ժամանակահատվածում սահմանված չափանիշներին եւ ցուցիչներին կարողանանք հասնել։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, որ այս համակարգերի ներդրումը պետք է անի ՄՌԿ թիմը եւ ոչ թե ինչ որ ամեն թիմ իր համար վաճառքի թիմ, մարքեթինգի թիմ եւ այլն եւ այլն։ Իրականում այո, մարդկային ռեսուրսների կառավարիչը ինքը իրականում ստրատեգիկ հաստիք է, շատ կարևոր հաստիք է, սրա մասին կուզեմ հստակ բարձրաձայնել, որտեղ վերջերս շատ տարբեր ձևերով են ընկալում որպես event manager, ուղղակի recruiter կամ կադրային փաստաթղթաշրջանառությամբ զբաղվող մասնագետ, մասնագիտությունը, որը սեփականատերերի եւ գործադիր տնօրենների հետ հավասար պետք է նստի եւ գծի ստրատեգիա։ Ինչ վերաբերվում է բաժինների KPI-ների եւ OKR-ների մշակմանը, բաժինների ղեկավարները կարող են մասնակցություն ունենալ եւ իհարկե շատ կարեւոր է այդ համագործակցությունը, որպեսզի կարողանան պոտենցիալ բոլոր տեսակի ռիսկերը հասկանալ եւ գնահատել, ինչը կարող է խանգարել, որպեսզի ընկերությունը հասնի նրան, ինչին որ նա ձգտում է։ Բայց այո, մշակվում է մարդկային ռեսուրսների կառավարչի կողմից, հաստատվում է կազմակերպության ղեկավարի կողմից, որովհետև գծելով ռազմավարություն եւ սահմանելով թե ուր ենք մենք գնում, որոշակի իհարկե ռեսուրսներ են ներդրվում, որպեսզի սահմանված ցուցիչներին եւ նպատակին կարողանա կազմակերպությունը հասնել։ Եթե բացենք KPI համակարգը, ես դա միշտ ասոցացրել եմ բոնուսային համակարգի հետ, գուցե սխալվում եմ, բայց ես ավելի շատ այդպես եմ ասոցացրել ու ինձ թվացել է, որ դա օրինակ կիրառելի է, եթե ունես վաճառքի թիմ, որտեղ ունես մի քանի մասնագետներ ու պետքա հասկանաս արդյունավետությունը այդ OGG-ն ինչքան է ամեն մասնագետի համար, օրինակ, ինչքան վաճառք արեց, ըստ դրա իր KPI-ը հաշվարկում ես եւ իր իհարկե դա բիզնեսին է որոշակի նաեւ արդյունավետություն եւ աճ տալիս, բայց նաեւ մասնագետը իր համար ունի որոշակի ֆինանսական այդտեղ
գումարն է, որը ստանում է։ Ճիշտ եմ հասկանում KPI-ը, թե Շատ ճիշտ եք հասկանում, Լիլի ջան։ Այո, իրականում KPI-ը հենց առնչվում է հիմնականում սպասարկման սեկտորի եւ վաճառքով զբաղվող մասնագետներին, որոնց աշխատանքը հնարավոր է չափել։ Հնարավոր է չափել թվերով։ Շատ կազմակերպություններ վաճառքներից տալիս են բոնուսներ, բայց բոնուսը նույն KPI-ը չի, որովհետև KPI հաշվելիս եւ մշակելիս մենք տարբեր ցուցիչներ ենք, հա, ներդնում համակարգի մեջ, տարբեր ընկերություններ տարբեր ցանկություններ ունեն, օրինակ ընկերություն կա, որը որ ուզում է, որպեսզի KPI-ի մեջ ներդրվի միջին չեկի, հա, հասկացությունը, բացի վաճառքներից, այսինքն այսքան ծավալի վաճառք են կարել, այսքան միջին չեք են կարել, այսքան հաճախորդ ենք սպասարկել, կա կազմակերպություն, որը նաև ասում է, ես ուզում եմ իմանալ ինչպես է սպասարկել հաճախորդին, այսինքն այստեղ որակական հատկանիշը նույնպես վերածվում է թվի եւ դառնում է KPI ցուցիչի մի մաս։ Կան կազմակերպություններ, որոնց համար շատ կարեւոր է բացի այդ ամեն ինչից, ինչպիսի թիմակից է նաև աշխատակիցը, որովհետեւ դու կարող ես լինել շատ լավ սպասարկող, կարող ես շատ լավ վաճառքներ ցույց տալ, քո միջին չեկը կարող է շատ բարձր լինել, բայց դու լինես տոքսիկ աշխատակից։ Իսկ մենք գիտենք, որ տոքսիկ աշխատակիցները գումար են կազմակերպության համար, որովհետև նրանք նպաստում են հոսունության աճին, իսկ նոր աշխատակից ներգրավել, ադապտացնել այս ամբողջը process-ներ են, որը որ հենց սեփականատիրոջ համար հավելյալ գումար է։ Ընդհանուր առմամբ, այո, գաղափարը հենց բոնուսային համակարգին է։ Հետաքրքիր հատված է, ես այսպես ուզում եմ մի քիչ ընդլայնենք KPI համակարգը, հետո կանցնենք OKR համակարգին։ KPI համակարգում, երբ որ օրինակ ես իմ վրա վերցնեմ, ես վաճառքի մասնագետ եմ, աշխատում ենք թիմով, որոշակի վաճառք ունենք եւ ըստ դրա ստանում ենք բոնուսներ։ Մեկ էլ տնօրինությունը որոշում է կայացնում, որ ներգրավում է, այսինքն իր ռազմավարությունը փոխում է եւ բերում է մի նոր process KPI համակարգը, որտեղ որ լրիվ այլ հաշվարկներ են իրականացվում։ Այստեղ ինչ տարբերակներ ունենք այդ համակարգը հաշվելու եւ նաեւ թիմին ոնց պատրաստել։ Ես ենթադրում եմ, որ դա որոշ չափով նաեւ սթրեսային է լինելու թիմի համար, եթե իրենք միջև այդ լրիվ այլ ռազմավարությամբ են աշխատել։ Այո, շատ սթրեսային է, երբ որ թիմը օրինակ աշխատում է ֆիքս աշխատավարձով, օրինակ վաճառասրահում վաճառողը աշխատում է ֆիքս աշխատավարձով, լավ աշխատավարձով, բարձր աշխատավարձով, իր համար կոմֆորտ զոնա է, ինքը սպասարկում է լավ, որովհետև իր աշխատանքը իր համար կարևոր է, բայց այնուամենայնիվ չի իրականացնում ամբողջական վաճառքի process։ Այսինքն այնտեղ կան վաճառքի տեխնիկաներ, խաչաձև վաճառք, վրադիր վաճառք, հա, երբ որ դու զուգահեռ ինչ-որ այլ բան ես վաճառում, ավելի թանկ ապրանք ես վաճառում, սրանք տեխնիկաներ են, որոնք ապացուցված փաստ է, որ մարդը սկսում է կիրառել այն պահից սկսած, երբ որ ինքը շահ ունի այդ գործընթացում։ Այո, ինքը ստրեսային է, երբ որ ֆիքս աշխատավարձ ստացող մարդկանց գալիս ես ու ասում ես, որ այսուհետ մենք անցնում ենք KPI համակարգի։ Այդպես չես էլ կարող ասել, օրենսդրական քայլեր պետք է իրականացնես, որովհետև դու աշխատավարձ իջեցնելու իրավունք չունես, բայց սա այլ թեմա է։ Ձեզ ասեմ այսպես, Լիլի ջան, իրականում այն աշխատակիցը, որը իսկապես վաճառող է, իսկապես լավ աշխատակից է, կարող է այդ պահին ստրեսի ենթարկվել եւ իհարկե պետք է պահպանել փոփոխությունների կառավարման բոլոր կանոնները, չի կարելի գալ մեկ օրում ասել, որ մենք փոխում ենք եւ վերջ, այլ պատրաստել նաեւ թիմին, բայց այն աշխատակիցը, պատկերացրեք իր դիրքորոշումը, ինքը լավ վաճառում է, մնացածը իրենից վատ են վաճառում։ Օրինակ, բայց բոլորը ստանում են հավասար վարձատրություն, անարդարության զգացում է։ Եվ այդ սովետական մտածելակերպն էլ որ կա, հա, ոնց որ դեռևս որոշ ոլորտներում գործում է 13-րդ աշխատավարձ։ 13-րդ աշխատավարձը, որը համարվում է բոնուս, ինքը իրականում իրենից բոնուս չի ներկայացնում, որովհետև բոլոր աշխատակիցներն էլ ընդունվելիս աշխատանքի 13-րդ աշխատավարձը գումարում են իրենց 12 աշխատավարձներին եւ արդեն հոգեբանորեն իրենց աշխատավարձը ընկալում են ավելի բարձր։ Եվ ինքը ոչ մի խնդիր չի լուծում, այսինքն վատ աշխատողը աշխատում է վատ, լավ աշխատողն էլ կարող է նայել վատ աշխատողին եւ դեմոտիվացվել։ Այսինքն ասել ինչի ես պետք է ավել աշխատեմ, եթե մենք հավասար ենք վարձատրվում։ Այնպես որ այո, կարող է թիմի համար ստրեսային լինել, բայց երբ որ դու բացատրում ես համակարգը ինչպես է աշխատում, երբ որ դու բացատրում ես, որ մարդիկ կարող են ավելին աշխատել, այսինքն պատկերացրեք, ձեզ տալիս են հնարավորություն գլոբալ առումով դառնալ բիզնեսի սեփականատեր։ Այսինքն բիզնեսի ցուցանիշներից ելնելով դու հարստանում ես կամ աղքատանում ես ինչպես սեփականատերը եւ դու պատասխանատվություն ես կրում։ Այո, տեսանկյունից եթե նայենք
Այս մեկ ռիսկն է, երբ որ սթրեսի է ենթարկվում թիմը, իհարկե դա process է, որը ցանկացած մարդու մոտ նորմալ է, ինչ որ նոր իրավիճակում դու ֆիզիկապես, հոգեպես պատրաստ ես, միանգամից գալիս է այն միտքը, բայց կարողա չեմ կարող։ Բոլոր իրավիճակներում այդպես է, ու երկրորդ հատվածը, որ ես մտածում եմ, որ կարող է խնդիր առաջանալ, ենթադրում եմ, որ դա եթե սխալ ռազմավարությամբ ներդրում է այդ անում, երբ որ KPI համակարգից հետո թիմի անդամների միջև առաջանում է մրցակցություն, բայց այդ այն մրցակցությունը չի, որ իրենք առողջ մրցակցում են, այլ եթե ես կարող եմ ավելի շատ գումար աշխատել իմ վաճառքի շնորհիվ, ես ուրեմն կարող եմ քեզանից ստանել քո հաճախորդին եւ ես քո հաճախորդի շնորհիվ աշխատեմ ավելի շատ գումար։ Այդ շատ հետաքրքիր sense նյուանս է, որ ինձ թվում է արժի անդրադառնալ, բայց այդ դեպքում ոնց վարվել, որ թիմը ընդհանուր այդ ռազմավարության արդյունքում չտուժի։ Շատ լավ հարց է, Լիլիթ ջան։ Իրականում, տեսեք, KPI համակարգի մշակումը շատ կարևոր կետ է, որպեսզի դու կարողանաս հստակ տվյալահեն KPI-ներ մշակես, որովհետև եթե դու դնում ես ցածր KPI, այսինքն հեշտ է հասնել KPI-ին, կազմակերպությունը կարող է մեծ տույժեր ունենալ, մեծ գումարներ կորցնել, նույնիսկ կարող է գնալ բանկրոտի, հա, եթե մենք ցածր դնենք այդ նշաձողը եւ շատ հեշտությամբ հասնեն, դրանից հետո ստանան բոնուսներ։ Օրինակ ամսվա կեսին հասնեն, ասեն դե հասել ենք, դա ուրիշ հարց է, հա, օրինակ ամսվա կեսին հասան, դրանից բարձր ինչքան անում են, ստանում են գումար։ Եթե մենք այդ սահմանը քիչ ենք դնում, ապա կարող են շատ գումար աշխատել եւ մեր աշխատավարձային ու ծախսային ֆոնդը բավականին մեծ լինի, որպես գործատու։ Եթե շատ բարձր ենք դնում, այդ դեմոտիվացիան է, ոչ էլ ուզում են աշխատել, ամսվա կեսին տեսան, որ 10% էլ չեն արել եւ որոշում են, որ իրենց այլևս հետաքրքիր չի KPI-ը ու աշխատում են շաբթվա, գործն են փոխում, այլ աշխատանք են փնտրում, սա նույնպես ռիսկ է։ Ինչ վերաբերվում է թիմային, հա, եւ այդ մրցակցությանը, այստեղ այնքան էլ հեշտ չի իրականում KPI համակարգը մշակելը, ինչպես շատ բիզնեսներ սկզբից մտածում են, որ իրենք կարող են, հա, դե ցուցիչներա կհանենք, կգրենք, ինչ որ տոկոս կգրենք, այստեղ կան շատ մարդկային եւ աշխատանքային նյուանսներ, ինչպես նաեւ բիզնես process-ների նյուանսներ։ Տեսեք, ես աշխատում եմ վաճառասրահում, ոլորտս այնպիսին է, ես վաճառում եմ օրինակ կահույք, տեխնիկա, մեծ բաներ եմ վաճառում կամ շինանյութ։ Ոլորտս այնպիսին է, որ իմ գնորդը գրեթե երբեք առաջին անգամից գնում չի կատարում։ Պիտի գա նայի, գնա, եւ պատկերացրեք, ես 10 անգամ այդ մարդուն սպասարկել եմ, նա 11-րդ անգամ գալիս է եւ այդ ամբողջ գնումը կատարում է իմ գործընկերոջից։ Եվ այստեղ էլ կա, հա, անարդարության սկզբունք, եւ այդ մրցակցության թեման էլ իհարկե ակտուալ է, եթե մարդը մտնում է բոլորով դիմավորում են, մեկը մեկի ձեռքից հաճախորդ են տանում, այստեղ երկու լուծում կա։ Առաջինը նախ վաճառասրահի մենեջերի գործոնն է, ղեկավարի գործոնն է, որը որ պետք է այդ աշխատանքային հարաբերությունները կարողանա կառավարել եւ վերահսկել, որ հաճախորդն էլ չզգա, որտեղ հաճախորդը բոլորից լավ է զգում, երբ որ զգում է, որ ինքը այո, որ ինքը ժամանապակ ռեսուրս է, այդ լարված միջավայրը, վաճառասրահի ղեկավարի աշխատանքային պարտականությունների մեջ է մտնում այդ թիմային մթնոլորտի ձևավորումը, որ մարդիկ իրար որպես գործընկեր ընկալեն, եւ իհարկե KPI համակարգի մեջ կարելի է ներդնել նաեւ թիմային բոնուսի գաղափարը, որը որ համադրվում է անհատական ցուցանիշների հետ եւ հնարավորություն է տալիս, որ մենք ունենանք եւ լավ թիմ եւ լավ անհատ։ Ես միանշանակ կողմնակից եմ, որ անհատական ցուցանիշները շատ կարեւոր են։ Ես տարբեր բիզնեսների հետ եմ աշխատում, իմ աշխատանքային գործունեության ընթացքում 50+ ընկերությունների սեփականատերերի հետ եմ աշխատել, մեր հայկական մենտալիտետից ելնելով շատ սեփականատերեր ասում են Վարդուհի ջան, ես չեմ ուզում այդ անհատականը, ես ուզում եմ թիմային, չեմ ուզում եմ իմ աշխատակիցները իրար հետ լավ շփվեն, ես բոլորին համոզում եմ, որ դա շատ ռիսկային է եւ դժվար է այդ կետին հասնելը։ Այո, որովհետեւ այսպես թե այնպես մարդիկ կլինեն, որոնք չեն աշխատի, մարդիկ կլինեն, որոնք լավ կաշխատեն։ Այդ ամենահեշտ ձևն է։ Սեփականատերը նստում է, ասում է, օրինակ ես ունեմ, չգիտեմ, X շահույթ, եթե ես ունենամ 2 անգամ X շահույթ, ես պատրաստ եմ այդ շահույթից, ավելացած շահույթից կեսը տալ աշխատակիցներին։ Հավասարաչափ բաժան, ամենահեշտ սխեման է։ Բայց սա մեծ ռիսկեր ունի ու ինքը ռազմավարական չի, հա, ուղղակի sense ինտուիտիվ բան ենք մտածում ու կիրառում ենք, բայց շատ բիզնեսներ են այդպես անում,
ուղղակի ինքը ռազմավարական մոտեցում չի։ Հա, արդարության տեսանկյունից եւ դե մոտիվացիայից եթե խոսում ենք, ինչ որ կետում այդ բըրնաութն է կամ էլ գալիս, որ աշխատող ասում է, հա, բայց եթե ես էլ եմ աշխատում այսպես, իմ թիմակիցն էլ այնպես, ինչ ենք մենք հավասար պայմանների վրա։ Բնականաբար։ Հա, իսկ այստեղ ձեր գործունեությունը, այսինքն եթե հիմա ինչ որ բիզնես պատվիրակում եմ այդ process-ները ձեզ, ինձ ավելի շատ հետաքրքիր է այդ որակական հատվածը, օրինակ աշխատակիցը ինչքանով է լավ թիմակից։ Մենք ոնց կարող ենք հասկանալ, այսինքն այդ ոնց տեսնենք այդ ամեն ինչը։ Մի քանի տարբերակ կա, իհարկե, կա հայտնի 360 աստիճանի 360 աստիճանի 360 survey է կոչվում, հետազոտություն է կոչվում, որի շրջանակներում կազմակերպության աշխատակիցները բոլորին գնահատում են, հիմնականում անանուն։ Հարցման մեջ հնարավորություն ենք տալիս նաև, ես տարբեր ֆորմատներով եմ անցկացրել, որպեսզի կարողանան թիմակիցները իրար գնահատել ըստ չափանիշների նույնպես։ Օրինակ գնահատել, թե ինչպիսի աշխատակից է որպես մասնագետ, ինչքանով է տիրապետում, օրինակ չեմ, ապրանքների բնութագրերին, ինչ պատասխանատու է արդյոք, փոխօգնող է արդյոք, այսպես ցանկացած չափանիշ կարող եք դնել։ 360 աստիճանի հետազոտությունը շատ կիրառելի է, նաև դա կարելի է համադրել անմիջական ղեկավարի գնահատականների հետ, որի շրջանակներում դե անմիջական ղեկավարը ամեն օր աշխատում է, որոշակի ֆիդբեք կտա, եւ երկու տվյալները իրար հետ համեմատելիս շատ լավ պատկեր ենք ստանում եւ ինքը ոչ միայն որպես թիմակից ենք բացահայտում, այլ նաեւ մեկուսացած աշխատակիցները, որոնք ոչ թե վատ թիմակից են, այլ իրենք մեկուսացած են, հա, որովհետեւ մենք նաեւ գնահատում ենք, թե որքանով են ակտիվ համագործակցում մեկը մյուսի հետ, ըստ ցանկության, կազմակերպություն կա, ուղղակի մեկ հարց է տալիս, հա, survey-ի շրջանակներում, որովհետեւ հետազոտության վերլուծությունն էլ այդքան հեշտ չի իրականում։ Ամենամեծ ընկերությունը, որի շրջանակներում ես իրականացրել եմ հետազոտությունը, եղել է 1500 հոգանոց հետազոտություն, աշխատակիցներից բաղկացած ընկերություն, եւ ես չունեի ավտոմատացման գործիք, որովհետեւ եթե ունենայի հեշտ կլիներ։ Ինձ պետք էր յուրաքանչյուր աշխատակցի ինտերակցիաները հասկանալ, այսինքն հատիկ այո, եւ դու պետք է մտածես այնպես անցկացնես, որ այդ մարդը ամեն աշխատակից չի մտնի, չէ, 1499 հոգու անուն նայի, ուղղակի չի լրացնի, եւ մեկ աշխատակիցը այնպես չի, որ 1499 հոգու հետ շփվում է։ Դու պետք է առանձնացնես մեկ հոգին ում հետ է շփվում, 20 հոգի, եւ ոնց որ ամեն մեկին 10 իր այսպես բաժին, բավականին լուրջ աշխատանք է, մանավանդ եթե չունես ավտոմատացման գործիք, բայց շատ օգտակար, կազմակերպություններին խորհուրդ եմ տալիս 6 ամիսը մեկ անգամ կամ տարին մեկ անգամ անպայման օգտագործել այս մեթոդը, որպեսզի թիմակիցներն էլ իմանան, որ իրենց նաև գնահատում են որպես թիմակից, ու ինքը բամբասանքի մակարդակով չի, հա, ավելի որակական թվերի չափելիության, հասկացա։ Թիմում հոսունությունը, եթե ինչ որ նոր ռազմավարական ծրագիր ենք ներդնում, ոնց կանխել, այսինքն ես ենթադրում եմ, որ այստեղ նախ պիտի ղեկավարը հոգեբանորեն պատրաստ լինի այդ ամեն ինչին եւ ինքը ոնց որ հոգեբանորեն սկսի քիչ-քիչ պատրաստել նաեւ թիմակիցներին։ Այդ հատվածում ձեր գործառույթը ինչպիսին է։ Ճիշտ եմ հարցը հասկանում, որ ոնց անենք, որ չափելի դարձնենք հոսունությունը եւ ռազմավարություն ունենք, որ հոսունությունը կրճատենք։ Եթե նոր ինչ որ օրինակ KPI համակարգ ենք ներդրել եւ դրա արդյունքում մարդը գուցե չգիտեմ, որոշում է, որ ինքը չի կարող, ուղղակի ինքը չի էլ փորձել։ Ուղղակի որոշում է, որ ինքը չի կարող այդ պայմաններում աշխատել եւ լքում է ընկերությունը։ Այստեղ որոշակի արդեն հոգեբանական կողմից պետքա մոտենալ այդ մարդուն, անհատապես գուցե նաեւ, որ հասկանալ ինքը ինչ կարիքներ ունի եւ որտեղ է իր մտահոգությունը, իր վախերը, այդ մասով է ինձ հետաքրքիր։ Տեսեք, առհասարակ հոսունության չափանիշը որպես մետրիկա, իրանք մի քիչ տենց շատ եմ հասկացությունների մեջ խորանում, բայց ինքը մետրիկա է, որը որ HR recruiter-ի կամ HR մասնագետի ըստ կազմակերպության արդյունավետ աշխատանքային գործունեության չափանիշներից մեկն է։ Այսինքն, եթե ես ուզում եմ հասկանալ իմ HR-ը լավն է, թե վատն է,
կոպիտ ասած։ Չափանիշներից մեկը, որով ես չափում եմ, դա հոսունության չափանիշն է։ Նայում եմ անցած տարի այս ամսին ինչքան մարդ է գնացել, որ հաստիկով եւ այլն եւ այլն։ Առհասարակ HR-ը շատ թվերի մասին է, հա, ես ուզում եմ ֆիքսենք։ Եվ այո, պետք է աշխատանք կատարվի եւ այո, պետք է լինի շահագրգռվածություն։ Ինչպես HR-ի, այնպես էլ բաժնի ղեկավարի, որ մեր աշխատակիցները մեզ չլքեն, որովհետեւ նոր աշխատակիցը մինչեւ գալիս է, մինչեւ սովորում է, մինչեւ կարողանում է աշխատել այնպես ինչպես այդ փորձառու աշխատողը ժամանակ է պետք, իսկ այդ ժամանակը ամբողջությամբ գումարի հետ է կապված։ Այո, պետք է խոսել, այո, պետք է բացատրել։ Ես ընկալում եմ, չէ, որպես բիզնեսի սեփականատեր, որպես ղեկավար, ինչու է ինձ պետք OKR կամ KPI համակարգ։ Ես գիտեմ, ես հասկանում եմ։ Ես պետք է բացատրեմ դա իմ աշխատակիցներին եւ եթե անգամ նրանց ներգրավվածությամբ չեմ մշակել, որտեվ անհնար է, հա, ենթադրենք 300 ներգրավել։ Գոնե պետք է այնպես անեմ, որ իրենք լսելի են։ Գոնե ես իրենց կարծիքը պիտի հարցնեմ, գոնե ընթացքում պետք է միտինգներ անեմ, հա, նրանց հետ հանդիպեմ, նրանց մտավախությունները քննարկեմ, որևիցե մի փոքրիկ այսպիսի բան ներդնեմ ամեն դեպքում համակարգի մեջ, որովհետև մենք հիմա էլ օրինակ ես կազմակերպությունների համար ստանդարտներ, որ մշակում եմ նույն սպասարկման ոլորտի, երբ որ մենք անում ենք տրեյնինգներ աշխատակիցների հետ, մենք անպայման ունենում ենք քննարկումներ նաև սպասարկման ստանդարտների մասով եւ վերջում նոր ստանդարտները մշակվում են։ Գիտեք Լիլի ջան, ինչու, որովհետև չնայած ես ինքս 4 տարի սպասարկման սեկտորում աշխատել եմ ու շատ սիրում եմ սպասարկումը։ Շատ միշտ իմ ամենասիրելի կետն է, հա, ես ասում եմ առաջի գծի զինվորներս իրենք շատ բարդ գործ են անում են հենց աշխատում։ Այո, բայց ամեն դեպքում այդ մարդիկ օրինակ եթե ես call center-ի սերվիս ստանդարտ եմ մշակում, ես ինչպես կարող եմ չլսել մարդու, որ օրական 150 զանգ է ընդունում։ Ինչպես կարող եմ ես անտեսել այդ անգնահատելի տեղեկատվությունը, չնայած ես միշտ զանգեր եմ լսում տրեյնինգից առաջ հարյուրավոր պրոբլեմատիկ, որպեսզի կարողանամ խնդիրները վերհանել, բայց ստանդարտներ մշակելիս միշտ նրանց լսում եմ։ Նույնը է այստեղ, երբ որ մենք մշակում ենք համակարգ, հա, լիքը տարբեր բաներ են ասելու, որտեվ աշխատողը միշտ ասում եմ քիչ աշխատել, բայց շատ փող ստանալ։ Շատ տարածված կարծիք է, հա։ Բայց մեջը կարող են լինել շատ sense կարևոր կետեր, որ ես կվերցնեմ, իմ համակարգը կդարձնեմ ավելի պրակտիկ եւ ավելի հասանելի ցանկացած աշխատակցի համար։ Ճկունության մասին ենք խոսում։ Այո։ Ֆիդբեք պետք է լսել, ֆիդբեքը նկատի ունենալ։ Իսկ եթե համեմատենք KPI եւ OKR համակարգերը, ես մի քիչ ուսումնասիրեցի, իրականում OKR-ից այդքան էլ տեղյակ չեմ, բայց իմ պատկերացմամբ ինքը ավելի որակական։ Օրինակ, մենք աշխատում ենք հաճախորդների գոհունակության բարձրացման վրա, որը հետ է բերում մեզ ինչ-որ որակներ, այսինքն բիզնեսը աճում է օրինակ 1-2%-ով, եթե հաճախորդը գոհունակ է։ Ես այդպես հասկացա OKR համակարգը, ինձ հետաքրքիր այդ երկուսի տարբերությունը եւ որն է ավելի պրակտիկ այս պահին կոնկրետ Հայաստանի շուկայում, աշխատաշուկայում, որն է ավելի կիրառելի։ Հայաստանում հիմնականում գնում են ավելի շատ դեպի KPI, որովհետև OKR համակարգը ինքը ռազմավարական է, հա, ինքը ռազմավարություն է եւ ոչ թե այդքան որակական, այլ փոփոխությանն է ուղղված։ Այսինքն OKR-ը ասում է ուր ենք գնում, ինչ ենք ուզում, ինչ ժամանակահատվածում, KPI-ը ասում է ինչպես։ Ամեն աշխատակից ինչպես եւ ինչ պետք է անի, որ մեր OKR-ը լինի։ Կամ մոտեցում նաեւ, որ մենք OKR ծրագրեր ենք կարճաժամկետ մշակում նաեւ, երբ որ մենք տեսնում ենք, որ մեր KPI-ները լավ չեն աշխատում։ Այսինքն անպայման չի, որ ինքը վերևից կա, ինքը կարող է նաեւ ներքևից լինել։ OKR-ները հիմնականում վերևում են մշակվում, ռազմավարության վերևում, ոնց որ org chart-ը պատկերացրեք, կազմակերպական կառուցվածքը։ Օրինակ ես ասում եմ, ես ուզում եմ ունենալ 20% շահույթի աճ 1 տարվա ընթացքում, կամ մենք ուզում ենք բացել եւս 4 մասնաճյուղ կես տարվա ընթացքում։ Այ որպեսզի ես այդ գործոնը անեմ, ամեն մի ստորաբաժանում իր մասով ինչ պիտի անի, որ ես գնամ այդ գործողությանը։ Օրինակ, եթե ես ասում եմ շահույթի աճ եւ ես վարկային կազմակերպություն եմ, ինձ պետք է application։ IT բաժինը ինչ պետք է անի, հա, մշակի application, հա, այսպես մենք հերթով գնում ենք ֆինանսական բաժինը ինչ պիտի անի, HR-ը ինչ պիտի անի, գնում է OKR-ները կասկադավորվում է մինչև ներքև։ Իսկ KPI-ը հենց կոնկրետ աշխատանքի չափման
գործիքն է, որը որ օգնում է, որ մենք հասնենք մեր OKR-ներին։ Փոխադարձաբար նաև, երբ որ մեր KPI-ները չեն աշխատում, մենք կարող ենք OKR ծրագիր մշակել, որտեղ OKR-ները բավականին ճկուն են եւ կարելի է փոփոխել, որպեսզի մեր KPI-ները հիմնականում հաստատ ունեն, եթե դրեցինք հիմնականում այդպես Ինչ որ թվային սահմանումներ ենք ու ավելի շատ երկարաժամկետ տալիս են։ Մենք կարող ենք KPI սահմանել 5 տարի այդ KPI-ով աշխատել։ OKR-ը ավելի հաճախ ենք փոփոխում, կապված փոփոխություններից, շուկայից եւ այլն եւ այլն։ Եվ կարող ենք OKR-ը մշակել, որպեսզի կարողանանք ավելի արդյունավետ KPI-ներ ունենալ։ Շատ բան ինքը բարդ Ինքը իրոք բարդ թեմա է, հա, այդպես մենք WIP կազմակերպությունը իրականում իրականացնում է եւ ռազմավարական խորհրդատվություն եւ KPI ու OKR համակարգներ ենք ներդնում տարբեր կազմակերպություններում եւ նաեւ մենք ունենք դասընթաց, որը ես չեմ իրականացնում, բայց WIP ընկերության աշխատակցուհին, որը հենց ոլորտում շատ երկար տարիների փորձ ունի, մենք շատ պրակտիկ դասընթաց ենք կազմակերպում, ինքը իրականում 14 ժամ է տևում, դրա համար ոնց որ sense փորձում եմ մաքսիմալ հակիրճ տեղեկատվությունը գաղափար է փոխանցել, այլապես պետք է վարժություններ անել, մտնել, օրինակների վրա վերլուծել, որպեսզի կարողանանք ամբողջական ընկալել, թե ինչ է OKR ու KPI համակարգերը։ Իսկ եթե ընկերության օրինակ ղեկավարը ունի խնդիր, բիզնեսը, առհասարակ ընդհանուր բիզնեսը վերցրած ունի խնդիր։ Հիմա իրենք ունեն օրինակ վաճառքները լավ չի, հաճախորդները գոհ չեն, գոհունակություն չունեն, բայց նաև ոնց իրենց այդ ամեն ինչի մասին իրազեկել, այսինքն ինքը պիտի իմանա, որ կա այսպիսի մի համակարգ, որ որոշի ներդնել իր ընկերությունում, իր ռազմավարության մեջ մի հատ այսպիսի հատված էլ ավելացնի։ Ես կարծում եմ, որ այստեղ մի քիչ ամեն դեպքում ինքը գուցե նոր է շուկայում, հայաստանյան շուկայում, շատերը կարծում եմ չգիտեն։ Իհարկե մեր ոդկասթն էլ կնպաստի դրան, որ որոշակիորեն ինֆորմացվեն, բայց այդ ազդակները, որոնց որ ընկերությունը ֆիքսել, բիզնեսը կֆիքսի, որ այստեղ վայ ես խնդիր ունեմ, կարողա այս մի բանը անեմ, որ սա կարգավորվի։ Ինչ այդ ազդակներ կան, որ դրանց վրա կարելի է կենտրոնանալ։ Ամենամեծ ազդակը այդ մեծ ծախսերն է աշխատուժի վրա։ Երբ որ ես ունեմ շատ մեծ ծախսեր, բիզնեսս կարծես զարգանում է, բայց իմ շահույթը այդքան մեծ չի։ Հետո բիզնեսմենները շատ ինտուիտիվ են նաև զգում, որ իրենց աշխատողների մի մասը լավ չի աշխատում, իրենց մոտ շատ հաճախ հարց է ծագում, արդյոք իրենք ունեն այսքան աշխատակցի կարիք, թե ոչ։ Գիտեք Լիլի ջան, իրականում երբ որ մենք ունենք շատ աշխատակիցներ, քանակից շատ, մեր աշխատակիցները դեմոտիվացվում են։ Ես հիմա պարադոքս միտք եմ ասում, բայց այդպես էլ կա, որովհետև մարդը, որը որ պարապ է իր աշխատավայրում, ինքը դառնում է նախ շատ տոքսիկ, որտեղ իրեն ինչ որ բանով պիտի զբաղեցնի, ինչով զբաղեցնի, պետքա բամբասի, հա, գործընկերներից։ Հիմա պատկերացրեք, ես բիզնեսմեն եմ, ես տալիս եմ աշխատավարձ, որ ինչ որ մեկը բամբասի իմ մյուս աշխատողներից։ Եվ սա բիզնեսի ղեկավարները հիմնականում հիմնադիրները, ովքեր նաև տնօրեն են, որտեղ դե կան հիմնադիրները, ովքեր տնօրեն չեն, գործառնական տնօրենները նաև շատ հստակ նկատում են։ Ժամանակ անցել աշխատող են ուզել, հա, որովհետև էլի HR համակարգ չի եղել, ոնց դու պետք է հաստատացուցակ ունենաս, հստակ ունենաս աշխատակիցների քանակ, վերահսկես, որ ավել չլինի, չեն ունեցել, մեկ էլ հոպ նայում են, տեսնում են, ոնց որ շատ են, հա, եւ այդ թվերից էլ է երևում, այսինքն իրանց շահույթը շատ չի։ Իրենք ունեն հաճախորդների հոսք, իրենք ունեն վաճառք, բայց ունեն ահռելի ծախս աշխատավարձային, հա, ֆոնդին շատ մեծ գումարներ են հատկացնում։ Ու իրենք դիմում են մեզ, ասում են, որ մենք ուզում ենք մի հատ դիագնոստիկ հասկանանք, որն է խնդիրը մեր կազմակերպության, սա իհարկե խնդիրներից մեկն է, որով մեզ դիմում են, կան կազմակերպություններ, որոնց մոտ ամեն ինչ լավ է, ուղղակի մեծանալ չեն կարողանում, որտեվ ներքին ընթացակարգերի ու կոմունիկացիայի խնդիր ունեն։ Իրենք մեզ դիմում են, մենք վերլուծում ենք իրենց կազմակերպությունը, աշխատակիցներին, կարիք եղած դեպքում իրականացնում ենք քրոնոմետրաժ, հասկանում ենք զբաղվածությունը, առաջարկում ենք KPI եւ OKR համակարգեր, ինքը երկարաժամկետ process է, կազմակերպություններ կան, որոնք որ համաձայնում են, կազմակերպություններ կան, որոնք ասում են, բա որ հետո ներդրեցիք, բա ով պետք է այդքանը հաշվի։ Ոնց չափել է, ոնց չափենք, մենք ներդնում ենք, բայց այնտեղ մարդ է պետք, որ ամսական կտրվածքով այդ բոնուսները չափի, հա, ոնց որ մենք ցուցիչներն ենք դնում, հիմա նաև ավտոմատացման ծրագրեր կան, որով ներդրվում են, հա, նույնիսկ հայկական այդպիսի ծրագրեր կան։ Իրենց ուղղակի պետքա ոնց որ հաշվել, աշխատավարձին կցել, ինքը աշխատանք է, որին օրինակ շատ բիզնեսներ կարող պատրաստ չլինեն։
Բայց նորից եմ կրկնում, եթե մենք ռազմավարական մոտեցում ենք ցույց տալիս, եթե ես որպես սեփականատեր ես գիտեմ իմ բիզնեսը ուր է գնում, նախ նաև կարևոր է բացի շահույթից ուր է գնում։ Գաղափարային առաքելությունը։ Այո, դա շատ կարևոր է։ Հա, ես իմանամ ինչի է իմ բիզնեսը գործում, որտեվ եթե ես փող եմ ուզում աշխատեմ ու այդ եմ փոխանցում իմ աշխատողներին, ուրեմն իրանք ուրիշ տեղ էլ կարող են փող աշխատել։ Կամ քեզ մոտ միայն փող են աշխատելու եւ հետո գնան ուրիշ տեղ ուրիշ արժեք չստեղծեն։ Այո, կարևոր է որ ես որպես բիզնեսմեն հասկանամ ինչի եմ աշխատում։ Օրինակ ես չեմ համարում ինձ տենց մեծ բիզնեսմեն, որովհետև միայն գործարարությամբ 1.5 տարի է որ զբաղվում եմ, իհարկե ընկերությունը սուց տարի է կա, բայց ես համադրել եմ իմ մշտական աշխատանքով, բայց ես որպես business woman, այսպես ասեմ, հա, փոքրիկ ընկերության ներկայացուցիչ, ես շատ հստակ գիտեմ իմ կազմակերպության առաքելությունը ինչ է եւ ես ուր եմ գնում ու ինչ եմ ուզում իմ կազմակերպությունից եւ ինքը բնականաբար միայն գումարը չի, որովհետեւ ես շատ ավելի մեծ գումարներ որպես վարձու աշխատող աշխատել եմ եւ այս պահին կարող եմ աշխատել, հա, եւ Բայց դուք այլ առաքելությամբ եք։ Ես այլ առաքելություն ունեմ, այո, ես ուզում եմ օգնել գործարարներին, ես ուզում եմ օգնել մեր հայկական տնտեսությանը, հա, ես ուզում եմ որպեսզի մենք կարողանանք ունենալ գլոբալ առումով շատ ավելի հզոր պետություն եւ հզոր տնտեսություն։ Վարդուհի ջան, այստեղ գուցե մի փոքր թեմայից շեղվենք, քանի որ ինքը ընդհանուր բարդ թեմա է եւ ես էլ ոնց հասկացա ամեն դեպքում ավելի ճիշտ է դասընթացների միջոցով։ Կարող ես լավ չեմ բացատրում։ Չէ, ես պատկերացրեցի ուղղակի այդ վիճակագրություն եւ ոնց է այդ մեխանիզմները առհասարակ գործում, իհարկե ավելի մասնագիտական է։ Դրա համար, քանի որ խոսեցինք բիզնեսից եւ առաջնորդելուց, ես էլ իմ տեսակետով երբ որ նայում եմ, իսկապես շատ կարեւոր է առաջնորդելը եւ այդ առաքելությունը, որովհետեւ եթե դու առաջնորդում ես թիմդ կարող է այդ կրակը իր մեջ էլ վառվի ու քո հետևից գա կամ հակառակը։ Եթե իսկապես կա այդ ինչ որ առաքելություն նպատակ, որին թիմը գնում է։ Այստեղ ոնց սահմանենք, այսինքն յուրաքանչյուր ընկերություն ինչ որ կետում պետք է հասկանա ինքը ուր է գնում եւ ինչպես մոտիվացնի առաջնորդը օրինակ հենց իր թիմի անդամներին, որ իր հետևից գնան եւ ոչ թե ինչ որ 2 ամիս, 1 տարի աշխատեն ու հասկանան, որ այստեղ էլ անելիք չունեն, ավելի լավ է գնան մի ընկերություն, որտեղ գոնե տեսլականը վիզուալ ավելի պատկերացնելի է, քան այս ընկերությունը, որտեղ աշխատում են։ Տեսեք Լիլի ջան, իրականում WIP կազմակերպությունը, երբ որ ընկերությունների հետ աշխատում ենք աշխատում ենք 6 ամսից սկսած մինչև 1.5 տարի։ Եվ մեր բլոկերից մեկը նաև կորպորատիվ մշակույթն է։ Մենք այդ ամբողջ գաղափարախոսությունը, արժեքներ, տեսլական, mission vision, հա, այդ ամեն ինչը մշակում ենք, ձևավորում ենք հենց սեփականատերերի հետ եւ ունենում ենք փաստաթուղթ, մեկի մոտ վիդեո տարբերակով, մեկի մոտ տպագիր, լավ դիզայնով եւ այլն, որտեղ բիզնեսի սեփականատերը իր ամբողջ տեսակետը հասանելի լեզվով փոխանցում է ցանկացած աշխատակցի, որը որ նոր գալուց ընկերություն պետքա ծանոթանա այդ ամեն ինչին, այդ այնտեղ ներառված են նաև կանոններ, ոնց պիտի պահի իրեն մյուս գործընկերների հետ եւ այլն եւ այլն։ Այստեղ շատ սիրուն մենք մշակում ենք, ձևավորում ենք, պատմությունն ենք ներգրում, հա, ինչպես է կազմակերպությունը ձևավորվել։ Բայց այստեղ մեկ ուրիշ ասպեկտ էլ կա։ Մենք կարող ենք շատ սիրուն ձևակերպել, գրել, որ մեր արժեքն է, մենք շատ մարդակենտրոն ընկերություն ենք, բայց 2 օր հետո մի հատ ոչ շատ մարդակենտրոն գործողություն անենք ու ինչ որ մարդուն նեղացնենք։ Այստեղ շատ կարևոր է, որ մենք երկարաժամկետ top management-ից սկսած, որովհետև ցանկացած աշխատակից նայում է ինչպես է իրեն պահում կազմակերպության ղեկավարը։ Հավատացեք, եթե կազմակերպության ղեկավարը մտավ վաճառասրահ, տեսավ հատակին թուղթ է ընկած, ինքը բարձրացեց եւ գցեց աղբամանը, այլ ոչ թե կանչեց մաքրուհուն, հաջորդ անգամ վաճառողը նույն բանը անելու է։ Այսինքն այստեղ սրտացավությունը, փոխօգնությունը ես պետք է իմ օրինակով ցույց տամ։ Մենք դա տեսականորեն ձևավորում ենք եւ օգնում ենք մեխանիզմներ ենք տալիս, որ այսպես պետք է մենք անենք մեր կառավարչական, հաղորդակցական համակարգերում, որպեսզի ունենանք հստակ գիտակցում աշխատակցի կողմից, որ ձեր ընկերությունը այդպիսինն է։ Բայց եթե կազմակերպության ղեկավարը այդ ամբողջ գեղեցիկ փաստաթուղթը մշակում է, հետո իր mid management, թեկուզ ինքը շատ ու հիմնականում ասեմ, ձեզ խնդիրները միջին օղակի մենեջերներից են գալիս, որովհետև սեփականատերերը հիմնականում տենց շատ ավելի կոնստրուկտիվ են, բայց չունի մեխանիզմ այդ mid management-ին վերահսկելու, նրանք էլ ինչ ուզում անում են, իրանց աշխատողներին նեղացնում են, ինչ մարդակենտրոն, ինչ բան, Մանավանդ եթե օրինակ այդ management-ում աշխատակիցը ինչ որ ցածր
հաստիքից է բարձրացել, որոշ դեպքերում մարդկանց ինքնահաստատման այս վիճակն է, որ փորձել ինքնահաստատվել։ Տեսեք, էլի ես տանեմ ռազմավարական դաշտ, հա, եթե միջին օղակի աշխատակիցը փորձում է ինքնահաստատվել իր աշխատակցի վրա, ասենց առաջին հայացքից նայում ենք, ասում ենք, լավ, մեծ ընկերության դեպքում ինչ պիտի անենք։ Համակարգերից մեկը, որով մենք կարող ենք վերահսկել նրա էլի կան մեխանիզմներ, դա ելքային հարցազրույցներն է ու իրանց իսկապես վերլուծությունը եւ ռազմավարության մեջ ներդնումը։ Երբ որ դու դուրս եկող աշխատակցի հետ զրուցում ես, պատճառները հասկանում ես, այստեղ էլ շատ կարևոր սկիլ կա, որտեղ էլի հայկական մենտալիտետից ելնելով հիմնականում տենց գործ չեն տալիս, հա, ասում են, չէ, ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ ուղղակի։ նորմալ է, բայց դու հասկանում ես, հա, որպես մասնագետ։ Դու վերլուծում ես տվյալները եւ ստանում ես, որ մեկ տարվա կտրվածքով, օրինակ, հաշվապահությունից դուրս է եկել 60% աշխատակից, իսկ IT-ից 10% աշխատակից։ Եվ եթե պատճառները վերլուծելիս տենց ինչ-որ գլոբալ հարց չկա, որ ոլորտի զարգացում են, դու կանչում ես հաշվապահների ղեկավարներին, ասում ես մի հատ բացատրի, Տեսնենք ինչ է ինչ է կատարվում։ եղել, հա, ինչի են քո մոտից գնում, քեզ ինչ ես անում ես աշխատողներին։ Սա շատ լավ մեխանիզմ է, ես արտադրության սեկտորում եմ կիրառել եւ մեր բանվորների հոսունությունը միանգամից կրճատվեց։ Միանգամից, որովհետեւ ղեկավարները միջին օղակի հասկացան, որ ցանկացած բանվորի խոսք հասանելի է մինչև հիմնադիր։ Ցավոտ թեմա է, Հայաստանում որոշակի կարծրատիպային մոտեցումներ կան բանվոր, մակրուհի եւ նման օրինակ հաստիկների հետ կապված, որոնք իսկապես top management-ը կամ միջին օղակում գտնվող մենեջերը օրինակ մոտեցում պետքա փոխի, որովհետեւ հիմա մենք ինչ ունենք, շուկայում ինչ խնդիր ունենք, հաստիկներ դե իհարկե շատ կան, թափուր կան հաստիկներ, որ ընդհանրապես չեն համալրվում։ Օրինակ, որ ջոբեյում զանգում ասում են մակրուհու հայտարարություն դնենք, ասում են, գիտեք, դա ամենադժվար համալրվող հաստիկն է հիմա Հայաստանում, դժվարներից մեկն է, որտեղից գտնել մակրուհի, որովհետև մի իրավիճակ կա, երբ որ մարդիկ չեն ուզում այդ հաստիկով օրինակ աշխատեն, մի քիչ հոգեբանական կամ կարծրատիպային մոտեցումն է։ Երկրորդը, որ այնքան շատ կա պահանջարկը, որ լրացնել այդքան մակրուհու հաստիկ հնարավոր չի, բայց վստահ եմ, որ այստեղ ինչպես դուք էլ նշեցիք, այդ մոտեցումը ինչպես է վերաբերվում աշխատակցին, վստահաբար կարևոր է։ Անպայման շատ կարևոր է, շատ այո, մակրոու հաստիկը, բանվորի հաստիկը, երեք հենց այդ թեմայով էի խոսում, մենք մի փոքր տենց ռուսեն լավ բառ կա, գոնոր ունենք, ու մեզ համար նույնիսկ ավելի լավ է մենք չաշխատենք, քան մակրուհի աշխատենք։ Իսկ հայ տղամարդկանց մասին առհասարակ լռում եմ, որ ավելի լավ է կինը տունը նստի, իրանք կիսասոված ապրեն, քան կինը աշխատի սպասարկման ոլորտում։ Ինձ համար անընդունելի, երևի ինչ որ մարդկանց համար ընդունելի։ Այո, մենք պետքա այդ մշակույթը ձևավորենք, եթե օրինակ մակրուց բացի, չգիտեմ, այդտեղ ադմինիստրատիվ օգնական հաստիկն էլ, հա, կարծրատիպային սովետական սիկրիտ արշան են ընկալում, էլի շատ դժվար չէ, բայց դժվար է համալրվում, շատ մարդիկ չեն ուզում աշխատել ու այդ գաղափարը, օրինակ, ես կոֆե դնող չեմ, հա, որ սենց ասում են։ Հիմա տեսեք, եթե ես որպես կազմակերպության ղեկավար մի անգամ էլ ես դնեմ սուրճ, ինձ եւ իմ աշխատակցուհուն դժվար բան չի։ Ոչ մի խնդիր չի ծագի։ Շատ սիրով, հա, ես ունեմ գործընկերներ, որտեղ ես էլ կարող եմ գնալ սուրճ դնել եւ մակրուհուն ասել, եկեք, չգիտեմ, նստենք սուրճ, որտեղ ինքը process է, որ մենք տանը անում ենք, դրա մեջ ոչ մի բան չկա։ Ամեն ինչ մոտեցման մասին է խոսում, հա, մակրուհին բանվորը ցավոտ թեմա է, իսկապես, բայց հիմա կարծես թե այլազգի աշխատակիցները շատ լավ շուկայի հարցը լուծեցին եւ առաքիչների, այսինքն Հայաստանում իսկապես գործ կա, շատ գործ կա եւ մակրուհին բանվորը եւ առաքիչը քիչ չեն վաստակում։ Իրենք աշխատում են նորմալ գումար։ Հա, իսկապես այդ հաստիկի համար, որ մեզ դիմում են, ասում եմ եկեք մի հատ նստենք նայենք։ Ունենք ընկերություն, որ վճարում է մինչև 300 կամ 350,000։ Դուք տալիս եք օրինակ 200,000 եւ ակնկալում եք, որ ձեզ կդիմի 100 հոգի։ Բայց այդ մարդը ուզում է շատ աշխատի, պարզը ցանկացած մարդ ուզում է ավելի շատ աշխատի։ Մանավանդ այդ հաստիկների դեպքում եւ ընկերությունները այստեղ արդեն հարցի առաջ են կանգնում, ունեն գործընկերներ, որ գուցե ամիսներով նույն մասնագետին փնտրեն։ Դա թող լինի վարորդ առաքիչ կամ վաճառքի մենեջեր կամ top management-ում ինչ որ հաստիկ, իհարկե համեմատելու տեսանկյունից մի քիչ ճիշտ չի այդ բոլորը իրար կողք դնել, բայց մրցակցության տեսանկյունից, քանի որ շուկայում հիմա շատ գործ
գործ կա, եւ ընկերության բրենդինգի հարց կա, մշակույթ կա, կորպորատիվ, որի վրա օրինակ շատ են քննարկում Z սերունդը, շատ ուշադրություն է դարձնում, մեկ-մեկ էլ բողոքում են սերնդից, ամեն դեպքում տեխնացուն այդ ամեն ինչին ուշադրություն է դարձնում եւ մրցակցության մեջ է արդեն գործատուն, ես այդպես եմ պատկերացնում շուկան այս պահին։ Այո, Լիլի ջան, իրականում շատ ճիշտ եք պատկերացնում եւ ջոբեյեմն էլ այն հարթակն է, որ մաքսիմալ լավ է աշխատում, ես սա շատ վաղուց եմ ասում ու բացարձակ անկեղծ ու երբ որ ինձ օրինակ կոնկրետ հաստիկներով ես շատ լավ պատկերացնում եմ ջոբեյեմով, որ հաստիկները կարելի է շատ արդյունավետ համալրել, որտեվ դա էլ է մետրիկա, հա, այսինքն դա էլ է վերլուծության արդյունք։ Ամեն ռեսուրսը ճիշտ օգտագործես։ Անպայման, տեսեք, ամեն ինչ թվերի մասին է, որ դու հասկանում ես, որ հաստիկդ ինչքան ժամանակում որ աղբյուրից համալրեցիր, որտեվ եթե դու չես հասկանում, հայտարարությունների տեղադրումն էլ է գումար, հա, պետք է ճիշտ հասկանաս, վերլուծես։ Այո, մրցակցությունը գնում է նաև գործատուների մեջ եւ ես որպես գործատու պետք է այնքան խելքով լինեմ, այնքան գիտակից լինեմ, որ կարողանամ նաև կատարել շուկայի վերլուծություն։ Եթե ինձ մոտ գայիս են հարցազրույցի եկան ու իմ առաջարկը անելուց հետո չմնաց ոչ մեկ, ուրեմն իմ առաջարկը այդքան պահանջված չի։ Այս ամեն ինչը թվերի մասն է իսկապես, պետքա վերլուծել, պետքա հասկանալ, պետքա adekvat առաջարկ անել։ Եթե օրինակ քո աշխատավարձը մի քիչ ցածր է, դու պետքա մեկ ուրիշ բան առաջարկես այս աշխատողին, ուրեմն պետքա ճկուն գրաֆիկ առաջարկես, ուրեմն պետքա ուսանողներին հնարավորություն տաս կամ առաջընթացի հնարավորություն տաս, ասելով որ 3 ամսից կբարձրանա, որտեվ դու էլ որպես գործատու չես կարող քիչ վարձատրել եւ շատ աշխատացնել, քեզ մոտ ոչ մեկ չի աշխատի։ Եթե խոսենք ընկերության ռազմավարության մասին եւ բիզնեսմենը ունի իր բիզնեսը, որտեղ ինքը ստեղծել է, կան իր կանոնները եւ ես հասկանում եմ, որ անգամ որոշ դեպքերում դու որպես աշխատակից քո հենց աշխատանքի հետ կապված, երբ որ ինչ-որ հարցով մոտենում ես եւ ուզում ես առաջարկել փոփոխություն, կարող է բիզնեսմենը այդ պահին հանկարծակի գալ կամ չընդունել։ Այստեղ հատված կա, թե ինչպես բերել իրեն այդ փոփոխությանը, որ ասել գիտեք ինչ կա, եթե այստեղ կա որոշակի չասեմ խնդիր, ինչ որ ազդակ կա, կարմիր ազդանշան կա, ուրեմն քո բիզնեսում որոշակի ռազմավարությունների մեջ նաև անհրաժեշտություն կա փոփոխությունների, որ իրենք այսպես ճիշտ արձագանքեն կամ առհասարակ մտածեն, որ լավ, գոնե եկեք նստենք մի հատ քննարկենք կամ մտածենք կարող է ինչ որ բան արժի իսկապես փոխել։ Բիզնեսմենները հիմնականում այդ մտքին գալիս են ու այդ ազդակները շատ հստակ նկատում են, երբ դա լինում։ Մարդիկ ստեղծել են բիզնես։ Նախ ցանկացած բիզնեսմենի պետքա հարգել, որովհետև իրանք ստեղծել են ինչ-որ մի բան։ Ու կապ չունի ինքը ինչ է անում, հա, չգիտեմ, վաճառում է թե IT-ա, թե մակրության outsource ընկերություն է հիմնել։ Կապ չունի, ինքը բիզնեսմեն է։ Գալիս են հասնում են ինչ-որ կետի, հիմնականում 30-40 աշխատողից հետո։ Ունեն հաճախորդների հոսք, պահանջված ծառայություն են առաջարկում։ Լիքը կլիենտ ունեն, վաճառքի խնդիր չունեն, կամ տեսնում են ինչ-որ ոլորտ, որտեղ կուզեն զարգանան, ռեսուրս չունեն, որ գնան այդ ուղղությամբ։ Կամ հաճախորդները գալիս են, իրենք զգում են, որ չեն հասցնում։ Հաճախորդներին լավ չեն սպասարկում, քաոտիկ կոմունիկացիաներ է կազմակերպության ներսում, հաճախորդները նեղանում են, գոհունակությունը իջնում է ու բիզնեսմենը հասկանում է, որ դա բիզնեսը միայն վաճառք չի, հա, վաճառքը նաև պիտի սպասարկես, այստեղից պիտի բերեն, այստեղ պետք է ապահովես, որ որակյալ եւ լավ ծառայություն ու ապրանք մատուցես։ Եվ երկրորդ անգամ էլ կան։ Եվ երկրորդ անգամ էլ կան, որտեվ եթե դու ունենաս վաճառքի մեծ հոսք ու չունենաս այդ սփորթը, դու կունենաս կռախ բիզնեսում, բիզնեսը տապակա, ավելի լավ է նույնիսկ քիչ հաճախորդ վերցնել, բայց սերվիսը ապահովել։ Այդ պարագայում բիզնեսները ասում են եկեք HR outsource ընկերություն ջան, մեզ ասեք ոնց անենք, որ մենք ունենանք վաճառքների աճ եւ կարողանանք ապահովել համապատասխան մակարդակը։ Մենք վերլուծում ենք ընկերությունը, օրինակ ասում ենք, որ դուք այստեղ աշխատողի կարիք ունեք։ Շատ բիզնեսներ չունեն անգամ շատ մեծ բիզնեսներ, շատ խոշոր հարկատուներ, իհարկե անուն չեմ տա, բայց շատ մեծ բիզնեսներ կան, որոնք չունեն HR բաժին։ Ունեն մի հատ տատիկ, որը կադրային փաստաթղթաշրջանառություն անում հաշվապ։ Երբ ընդունվեց արձակուրդի հրաման եւ բացարձակ չգիտեն ինչա HR-ը, բացարձակ չգիտեն ինչա մարքեթինգը։ Լավ ոլորտ են վերցրել, ինտուիտիվ մակարդակով կարողանում են կառավարել ու ունեն գումարների մեծ հոսք։
իհարկե, եթե դու ունես պոտենցիալ ավելի մեծ, հա, ոնց որ ոլորտ վերցնելու, կան ոլորտներ, որտեղ դու վաճառքի կարիք էլ չունես, Լիլիթ ջան, եթե դու օրինակ ֆինանսաբանկային համակարգի ընկերություն ես, ավտոմատ քեզ մոտ գալիս են։ դու ինչ խնդիր Հա, ունես, հա։ հա, Խնդիր ունես այդ ամեն ինչը կազմակերպելու, ավելի լավ անելու, արդեն կոնկուրենցիա է գնում, բայց քո product-ը այսպես թե այնպես պահանջված է։ Իսկն հայկական մենտալիտետով մենք նույնիսկ ծանոթ ենք գտնում, որ մեզ վարկ տան։ Բայց եթե մենք պարտաճանաչ վարկ վճարող ենք, չէ՞ որ իրենք պետք է մեզ գտնեն, հա։ եւ զանգում են այդ Հա, հարցերով։ զանգում են այդ հարցերով, որովհետև պարտաճանաչ ենք, հա։ Ու տենց էլի ոլորտներ կան առևտրի ոլորտում, հա։ Մենք գիտենք շինարարությունն է ծաղկում, մենք գիտենք տեխնիկայի ոլորտն է ծաղկում, այսինքն այդտեղ շատ բան չունեմ անելու։ Լավ ապրանք եմ բերում, լավ գնով վաճառում եմ ու ինձ համար օքեյ է։ Բայց ես կարող եմ շատ ավելի լավ զարգանալ, հա, այս պարագայում ունենալ շատ ավելի հզոր թիմ, շատ ավելի գաղափարային թիմ, որովհետև իմ ընկերությունը հիմա է զարգանում, բայց կարող է ինչ-որ ժամանակ հետո ինչ-որ խնդրի առաջ կանգնի։ Մենք գիտենք, հա, աշխարհում ինչա կատարվում։ Ես պիտի վստահ լինեմ, որ իմ թիմը ինձ հետ է, որ ինքը գաղափարի համար է ինձ հետ։ Ես կազմակերպություն գիտեմ, որ մի քանի տարի առաջ խնդիր է ունեցել եւ 3 ամսից ավել իր ամբողջ թիմին չի կարողացել աշխատավարձ տալ, բայց թիմը մնացել է իր հետ։ Մշակույթի եւ մթնոլորտի համար Այո։ վստահաբար։ Թիմ, հիմա եթե մեզ կլսեն գործարարներ ու կմտածեն, դե մենք գործարար ենք, մենք գիտենք ինչ ենք անում, իսկապես հարգում եմ բոլոր գործարարներին, բոլորից բան եմ սովորում։ Երևի իմ ուժն էլ հենց դա է, որ ես պրակտիկորեն շատ մարդկանցից շատ բաներ եմ սովորել եւ մասնագիտություններից եմ սովորել, այսինքն ես հիմա գիտեմ ոնց է օդատարը արտադրվում եւ շատ լավ գիտեմ բազմաֆունկցիոնալ ստացվում ամեն ինչի ոլորտը, հա, մասին։ այսինքն ես ֆիզիկապես գնացել եմ գործարան, տեսել եմ ոնց է այդ օդատարը արտադրվում, ինժեներինգի մեջ եմ խորացել, մինչեւ օրինակ հիմա դեղագործական ընկերության հետ եմ աշխատում, դեղերի կոմպոնենտների մեջ եմ խորանում, որտեվ այդ շատ կարեւոր է։ Գործարարները եթե մեզ կլսեն, այո, մենք պետք է այդ հարցը մեզ տանք։ Արդյոք եթե մենք լինենք դժվարության մեջ, մեր թիմը մեզ հետ կշարունակի անցնել ճանապարհը, թե հիմա ուղղակի հարուստ ենք, իրենք մեզ հետ են։ Որպես եզրափակում մեր այս զրույցի ինչ խորհուրդներ տանք, իհարկե այս ամբողջը խորհուրդների մասին էր իրականում, բայց ամեն դեպքում դե այս պահի վիճակագրությամբ աշխատաշուկան այդքան էլ լավ վիճակում չի, դա կփաստեն նաև ձեր գործընկերները, մեր գործընկերներն են ամեն օր այդ հարցով մեզ դիմում, ինչ խորհուրդ տանք եւ գործատուին, որովհետեւ երկուստեք որոշակի խնդիրներ կան, այսինքն ոչ մի կողմը իդեալական չի եւ չի էլ կարող ինձ թվում է երբևիցե չի կարող այդպես լինել, որ իդեալական լինեն, բայց ինչ խորհուրդ տանք եւ բիզնեսմեններին, գործատուներին եւ աշխատանք փնտրողներին ու այն մասնագետներին, ովքեր իրենց ոլորտում ուզում են զարգանան, կայանան ու ինչ որ ընկերություն գնալուց բացի որ աշխատեն եւ որոշակի ֆինանսական կայունություն ունենան, նաեւ փոփոխություններ բերեն։ Այո, յուրաքանչյուր մարդ, որ գնում է որևիցե մի կազմակերպություն աշխատելու, մի քիչ պետք է էգոիստիկ այդ դրսևորումից հետ կանգնի, լինես մակրուհի, բանվոր, կապ չունի սպասարկման սեկտորի աշխատող, դու պետք է քեզ հարց տաս, հա, ես օրվա վերջին էլ մի արտասահմանցի գործընկեր այդ միտքը ինձ տվեց, շատ դուրս եկել էր։ Ասում եմ, ես ուզում եմ իմ ամեն աշխատող օրվա վերջում իրեն հարց տա, ես ինչ արեցի այս ընկերության համար։ Ինչ որ արժեք ստեղծեցի, թե ոչ։ Որտեվ դու վերցնում ես աշխատավարձ, հա, տալիս ես քո ժամանակը, բայց արժեք ստեղծեցիր արդյոք, թե ոչ, հա, մեկ օրը մեկ կարող ես չհարցնել, շաբաթը մեկ այդ հարցը քեզ տալ։ Փորձեք կազմակերպությանը տալ որևիցե մի արժեք։ Եվ դա աննկատ չի մնա, ես վստահեցնում եմ, այսինքն հոգատար ինիցիատիվ աշխատակիցներին միշտ ղեկավարները նկատում են ու իրենք անգնահատելի են իրականում, հա, այդ անգնահատելի ռեսուրս է։ Բիզնեսի ղեկավարներին խորհուրդ կտամ, որպեսզի իրենք ցուցաբերեն ռազմավարական մոտեցում իրենց բիզնեսին։ Այսինքն ունենան ռազմավարություն, հստակ հասկանան ուր է գնում կազմակերպությունը, ինչու է գնում այդտեղ, եւ իրենց աշխատակիցների ջանքերը ուղղորդեն հենց այն ուղղությամբ, որ ուղղությամբ իրենք ուզում են գնալ։ Խորհուրդ կտամ շատ կենցաղային հարցերի մեջ չմտնել բիզնեսմեններին, այսինքն մոտեցում ցուցաբերեն, համակարգային մոտեցում ցուցաբերեն եւ եթե բիզնեսի մեջ ունեն ներգրավված բարեկամներ եւ մոտ մարդիկ, բոլորի հետ վարվեն հավասարապես ինչպես համակարգն է թելադրում։ Այդ դեպքում կունենան ռազմավարական եւ շատ արդյունավետ ընկերության կառավարման համակարգ։
Շնորհակալ եմ շատ Վարդուհի ջան։ Շնորհակալ եմ։ Վստահ եմ, որ հետաքրքիր եւ ինֆորմատիվ զրույց էր եւ մեր դիտորդներին էլ շատ դուր կգա։ Շնորհակալ եմ, որ դիտում եք մեր ոդքասթը, ձեզ հետ էր Jobcast-ը, եթե ունեք հարցեր, կարող եք գրել մեկնաբանության դաշտում, կփորձենք հետագա հաղորդումների ժամանակ անդրադառնալ դրանց եւս։